Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես երկու կարևոր բան ասեմ էլեկտրոմոբիլների հետ կապված, որը մեր հայրենակիցներից շատերն են հարցնում։ Առաջինը ձիաուժերի հետ կապված։ Այդ խնդիրը կա նույն մեքենայի համար, նույն տեխնիկական պարամետրերով, որոշ դեպքերում շատ բարձր կամ այսպես ասած մարքեթինգային ձիաուժն է հիմք վերցվում եւ բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում եւ կան դեպքեր, երբ որ մարդիկ ինչ-որ փորձաքննություն են անցնում բավականին մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերը ավելի պակաս են հիմք վերցվում եւ ավելի քիչ գույքահարկ է վճարվում։ Կառավարությունում այս հարցը քննարկվել է եւ հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցնեն եւ փորձաքննության կարիք չլինի։ Այսինքն այս հարցը լուծման մեջ է եւ կարծում եմ առաջիկա օրերի ընթացքում վերջնական լուծումը կլինի։ Երկրորդը, չգիտեմ միտումնավոր թե ոչ միտումնավոր, ինֆորմացիա է տարածվում, որ քանի որ արտոնությունը ավելացված արժեքի հարկի կիրառվելու է միայն 2 տարու մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, ապա դա նշանակում է, որ հետագայում մարդը, եթե 3, 4, 5 տարվա վաղեմության իր էլեկտրոմոբիլը կվաճառի, ապա ավելացված արժեքի հարկ է վճարելու։ Ուզում ասել, որ նման բան չկա եւ ավելացված արժեքի հարկը ֆիզիկական անձի կողմից մեքենա վաճառելու դեպքում ոչ միայն էլեկտրոմոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա չի կիրառվում, այս ինֆորմացիան սխալ է։ Եվ երրորդ կարևոր բանը, մեզ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են մենք արդեն մեքենաները պատվիրել ենք, դրանք ճանապարհին են, մենք չգիտեինք, որ 2 տարվա սահմանափակում է լինելու։ Իհարկե, պարոն Պապյանը այդ առումով ճիշտ է ասում, որ իրենց իրականում որևէ մեկը չէր էլ խոսք տվել, որ այս արտոնությունը երկարացվելու է, բայց ամեն դեպքում մարդիկ այն կանխավարկածով, որ դատելով նայել մեր ուղերձներից ու մեր խոսույթից ենթադրել են, որ նույն կերպ այդ արտոնությունը շարունակվելու է եւ արդեն մեքենաներ են պատվիրել, մենք փորձենք մինչեւ երկրորդ ընթերցում հասկանալ հնարավոր է արդյոք այնպես անել, որ արդեն ճանապարհին գտնվող էլեկտրոմոբիլների համար, որոնք 2 տարուց հին են, այդ խնդիրը լուծել։ Այսքանը, շնորհակալություն, կոչ եմ անում կողմ քվեարկել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։